Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը լարված է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2024-ից 25 թվականներին եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է կարմրուկի ավելի քան 127,000 դեպք, ինչը վերջին 25 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ տարի ամենաշատ դեպքերը գրանցվել են Ռումինիայում, Ղազախստանում, իսկ ամբողջ աշխարհում կարմրուկով մոտ 360,000 մարդ է վարակվել։ Այս ֆոնին Հայաստանում իրավիճակը կայուն է, քանի որ նախորդ տարվա օգոստոսից մինչև այժմ կարմրուկի տեղական որևէ դեպք չի գրանցվել։ Այս տարի միայն 2 բերովի դեպք է արձանագրվել, երբ մեր երկիր են ժամանել կլինիկական նշանների փուլում գտնվողներ, սակայն վարակի շարունակություն չի գրանցվել։ Դա մեզ հանգստացնելու առողջ պետք է դա, քանի որ իրավիճակի պատճառը պատվաստումների ցուցանիշների նվազումն է պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով։ Ամբողջ աշխարհում այդ ժամանակահատվածում դիտվեց ընդգրկվածության ցուցանիշների, պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների նվազում, եւ այդ էր պատճառը, որ ունեցանք այսպիսի կարմրուկի աշխուժացում։ Թե ինչ կանխատեսումներ կան Հայաստանի համար, մասնագետը նշում է, աշխարհում համաճարակային իրավիճակ է, հետևաբար կլինեն բերովի դեպքեր։ Այս ամեն ինչը կառավարելու առումով պետք է ունենանք պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներ, որպեսզի հնարավորինս կարողանանք բերովի դեպքով պայմանավորված շարունակություն չունենալ երկրում։ Կարմրուկի դեմ պատվաստումը ներառված է ազգային օրացույցում, նախատեսված է 12 ամսական և 4-ից 6 տարեկան երեխաների համար։ Երկու տեղաչափը բավարար է ամբողջ կյանքում պաշտպանված լինելու համար։ Ի դեպ, եթե անձը չի հիշում պատվաստվել է թե ոչ, մասնագետները վստահեցնում են՝ կարող է պատվաստվել։ Տիգրան մեծ առողջության կենտրոնում մեր նկարահանման ժամանակ Անի Ավետյանը երեխային բերել էր դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստվելու։ Հետաքրքրվեցինք, արդյոք երեխան պատվաստվել է կարմրուկի դեմ։ Կարմրուկը ինքը ստացել եմ 1 տարեկան հասակում, ոնց որ պետք է ստանար, որովհետև շատ կարևոր եմ համարում երեխային պաշտպանել այդ հիվանդությունից։ Իսկ կարմրուկի երկրորդ չափաբաժինը կստանա 4 տարեկանից հետո։ Պատվաստումների համար նախապես պլանավորվում են եւ բժշկի հրավերով կամ նախապես արդեն իրենք տեղյակ լինելով գրանցումով մոտենում են պատվաստման եւ օրական մոտ 6-10 պատվաստում մենք ամենակիչը ունենում ենք կարմրուկի դեմ պատվաստումների։ Քանի որ առաջիկայում արձակուրդներ են, երկրից դուրս գալուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել կարմրուկով չվարակվելու համար։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։